Մեկ, երկու, չորս, հինգ, վեց, յոթ, ութ, ինը, 10, 11, 12, 13, 14, 15-ը լիարժեք, 16-ը չեմ ուզում անեմ, տեսեք, ովքեր ուզում են ավելացնեն, թող ամեն օր անեն ու ովքեր ունեն հնարավորություն, այն ամենը, որ ես տեղադրում եմ Facebook-յան երկու էջերում, Instagram, TikTok և YouTube, իմ հեռախոսի հերթականությամբ եմ ասում, թող հետևեն ու բոլորդ այսօր առավոտվանից ասեցի, չէ, ովքեր ունեն հնարավորություն, ժայռեր, սարեր, ձորեր, անտառներ, գնացեք լողացեք գետերում, լճերում, դե Հայաստանը ծով չունի, Սևանում և բարձրացեք անտառների մեջ, ժայռերի գագաթին յոգայի վարժություններ արեք։ Ու բոլորս պետք է լինենք համախոհներ, ովքեր յոգայով զբաղվում են։ Կոնկուրենցիա թող լինի կամ չլինի, կամ լինի արդար, ազնիվ, ովքեր խորհրդի կարիք ունեն, ես խորհուրդ չեմ տալիս, ես ինֆորմացիա եմ տալիս։ Ովքեր ինֆորմացիայի կարիք ունեն, ես երկու օր կխոսեմ, ինչ որակավորում ունեմ ես իրականում իմ փորձով։ Յոգան ունի 8 փուլեր, ես 8-րդ փուլին հասել եմ դեռ 10 տարի առաջ, բայց այն ժամանակ չեմ գիտակցել դա ինչ է, սամաթի վիճակը։ Կխոսեմ այդ մասին առանձին թեմա։ Հիմա ովքեր հնարավորություն ունեն, գնացեք յոգա, լողացեք գետերում, լճերում, սառը ջրով ու յոգայի վարժություններ արեք։ Ու կտեսնեք ոնց են ձգումները շատանում, գետնից, կախված, ոնց է ձեր շնչառությունը բացվում, դե բնականաբար, որ ասում եմ յոգա, այդտեղ կա շնչառական վարժություններ, ինքնամերսումներ եւ այլ, մաքրման համակարգեր։ Դա համար եմ ասում, եթե կարիք կա իմ ասելու ինֆորմացիայի, տեղեկատվության, ես կարող եմ ասել։